Խոշոր հրդեհ Վանաձորում 5 ընտանիք 19 բնակչով առանց տանիքի է մնացել։ Հրդեհը բռնկվել է առավոտյան 9:30-ի սահմաններում ու Կրշին տնակային ավանում։ Հրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը, սակայն կրակը հասցրել է 5 տուն վնասել։ Տանտարերի խոսքով Փայտաշեն տունը հրկիզել է հարևաններից մեկը, ով հոգեկան շեղումներ ունի եւ հաճախակի է տանը կրակ վառում։ Ասում են, բազմիցս դիմել են հոգեբուժարան եւ ոստիկանություն, տանում են 1 շաբաթ պահում ու հետ ուղարկում։ Բնակիչներից մեկը հրդեհը նկատելով հասցրել է միայն 7 օրական երեխային նորորոցով դուրս բերել, այլ բան հնարավոր չի եղել փրկել։ Բնակիչներին ժամանակին տարհանել են, տուժածներ չկան։ Վանաձորի քաղաքապետը խոստացել է նրանց ժամանակավոր կացարանով ապահովել։ Մեր աշխատակիցները զբաղված են այդ հարցով, արդեն լուծումը գտել ենք, որ 17 քաղաքացիներին ժամանակավոր կացարան տրամադրենք միջև հետագա հարցի լուծումը։ Լրիվ ինչ ունենք գույքը, փաստաթղթերը ոչ մի բան չեն կարողացել հանենք։ Շորերը մենակ երեխի լուրկի մեջ ինչ եղել է, դա են կարացել հանենք։ Երեխի լուրկի մեջ իր անկողինը Հարևանը հավարը գցեց, որ պաժարը։ Ու տենց մենակ երեխեքին մեկը 4 ամսեկան է ջերմության մեջ, գիշերը հիվանդ էր։ Մեկը 3 տարեկան է, էլ չհասցնեի, որ մի քիչ վերունեմ դուրս բերեմ։ Պաշտպանության նախարարությունն առաջարկում է բանակ զորակոչել քննություն չհանձնած ռազմական բժիշկներին։ Զինծառայություն անցնելու մասին օրենքում լրացումների օրինագիծն ազգային ժողովում ներկայացրած պաշտպանության փոխնախարարը պարզաբանել է. դեպքեր կան, երբ բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտները մագիստրատուրան ավարտում են, լեյտենանտի կոչում ստանում, բայց ինտերնատուրայի քննությունը չեն հանձնում եւ բանակ չեն զորակոչվում։ Նրանց չեն կարող զորակոչել որպես ռազմական բժիշկների, բայց հնարավոր չի լինում նաեւ որպես շարքային զորակոչել։ Առաջարկվում է այսուհետ նրանց լեյտենանտի կոչում տալ միայն ինտերնատուրայից հետո։ Պատգամավոր Ռուբեն Հակոբյանն ասում է, խնդիրը վաղուց էր առկա եւ պետք չէր խուսանավելու հնարավորություն տալ, իսկ հետո փորձել լուծել հարցը։ Մենք մեզ գիտենք, մենք բավականին ստեղծագործող մարդ ենք։ Մենք գիտենք, որ կարող ենք գնալ, օգտվել այդ ամեն ինչից, հետո ասենք, դե գիտես, չեն կարող, չեմ ուզում։ Եվ բնականաբար այդ սողանցքից տասնյակ գուցե հարյուրավոր մարդիկ են օգտվել։ Հակից Լևոն Զուրաբյանն էլ հանգստյան օրերին մարզերում էր, ականատես է եղել աղետալի վիճակի։ Ասում է, Արմավիրի Արևիկ գյուղում օրինակ, որը ժամանակին մարզի ամենահարուստ գյուղերից էր, բոլոր տները գրավադրված են։ Գյուղացիները զանգվածաբար թաղվել են վարկային պարտկային փոսի մեջ։ Մարդիկ 2-ից 5 միլիոն պարտքեր են կուտակել, որոնցից կեսը տուժ ու տուգանք է։ Եվ սա նշանակում է, որ վիճակը միայն ավելի է վատթարանալու միտում ունի։ Պատգամավորը դիմել է խորհրդարանի խոսնակին այս հարցով լսումներ կազմակերպելու առաջարկով, Գալուս Սահակյանն իր ոճով է արձագանքել։ Դուք ընդհանրապես ուզում եք ժողովուրդը լսել ձեր այցերի մասին։ Եթե դուք որևէ խնդիր ունեք, որ ազգային ժողովը կարողանա այսօր, վաղը, մյուս օրը քննարկել, խնդրեմ այդ մասին խոսացեք։ Իսկ ընդհանրապես ազգային ժողովում տրամադրություններն արդեն նախընտրական են։ Շաբաթ կայացել է ԲՀԿ համագումարը եւ լրագրողները խմբակցության ղեկավարից փորձել են հստակ պատասխան ստանալ։ Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է առաջիկա ընտրություններին, թե ոչ։ Այո, ես կարող եմ ասել, որ Գագիկ Ծառուկյանը առաջիկա քաղաքական գործընթացներին մասնակցելու է ինչ ձևաչափով, ինչ ֆորմատով, ինչ կերպ, կարծում եմ շատ կարճ ժամանակում այդ ամենը բարձ կլինի։ Ծառուկյանը միանշանակ գործելու է ընդդիմադիր դաշտում, չի բացառվում նաև, որ նա նորից կգլխավորի ԲՀԿ-ն։ Նաիրա Զոհրաբյանին տհաճություն են պատճառել այս հարցով սոցիալական ցանցերում տարածված մեկնաբանությունները։ Հասկանում եմ, որ շաբաթօրվանից հայաստանյան դեղատներում վալերիանկայի, կարվալոլի, ինսուլինի, ուրեմն բոլոր պաշարները սպառվել են։ Ես հասկանում եմ, որ իրեն շատ քաղաքական ուժերի, ուրեմն ոչ իշխանական դաշտում բոլոր սցենարները խառնվել են, որտեղ մարդիկ նստել արդեն իրենց համար երևի խորհրդարանը լեյտենանտ Շմիդտի որդիների նման բաժանել են իրենց մեջ եւ Ծառուկյանի վերադարձ ակտիվ քաղաքականություն բոլորի սցենարները խառնել է։ Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեկնաբանելու խնդրանքով լրագրողները դիմել են ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովին, նա խորհուրդ է տվել միայն առաջ նայել։ Շատ հետ մի նայեք, բիզնեսից որ կնայեք առաջ։ Կգան ընտրությունները կտեսնենք եւ մի զամասեք որ գալիս է, չի գալիս, իր իրավունքն։ Շարմազանովը եւս մեկ անգամ շեշտել է իրենք գնահատական են տվել երևույթին, ոչ թե անձին եւ շարունակում են մերժել քաղաքական մշակույթի հետ կապված վատ երևույթներն ու ընդունել դրականները։ Նա նաեւ չի համաձայնել կարծիքին, թե քաղաքականություն Ծառուկյանի վերադարձն իշխանական խաղ է ընդդիմության ձայները կորզելու համար։ Իդեպ Բարգավաճ Հայաստանը ըստ Նաիրա Զոհրաբյանի այս պահին որևէ քաղաքական ուժի հետ միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու հարց չի քննարկում։ Ընտրություններին սեփական ցուցակով է մասնակցելու նաեւ Ազատ դեմոկրատներ կուսակցությունը, բայց այստեղ դեմ չեն միավորումներին։
ժամանակիցն ենք միավորվելու, բայց այնպիսի միավորումների, որտեղ սկզբունքային հարցերը, որոնք ազատ դեմոկրատների եւ ինձ համար մի սկզբունքային են եղել, կապված մարտահրավերների թե արտաքին թե ներքին, այդ թվում դրանց իրացման ուղղությունների։ Խաչատուր Քոկոբելյանը հրաժարվել է անուններ նշել, բայց որոշ տեղեկությունների համաձայն կուսակցության ընտրացուցակում են լինելու նաև Հրանտ Բաքրատյանն ու Ալեքսանդր Արզումանյանը։ Շատ հետաքրքիր սուրպրիզներ կլինի, նաև անհատների անունով։ Իսկ պատգամավոր Մհեր Սեթրակյանը Թոխմախի Մհերը լրագրողների հետ զրույցում պերճախոս չի եղել։ Լրագրողները հարցրել են. «Նեղացած էիք ազգային ժողովի նիստերին չէիք գալիս»։ Պատասխանել է. Ես ընդհանրապես ոչ ոքից չեմ նեղանում։ Իսկ ինչն էր պատճառը, ինչու չէիք գալիս։ Չէի գալիս։ Ձեր տանը խոզարկություն են կատարել, դա է պատճառը։ Մեր տունը ոչ մեկը չի խոզարկել, իսկ հարցերը ձեզ չի վերաբերվում։ Իմ հետ կապված է, ես ձեզ չեմ ասում։ ՀՀԿ-ի համագումարին էլ չեք մասնակցել, ինչու։ Ձեր ինչ գործն է, երևի պատճառ կա, որ չեք։ Ավելի վաղ մամուլում հրապարակումներ էին եղել, որ երկար ժամանակ է ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեթրակյանը չի ներկայանում քարորյա նիստերին, քանի որ նեղացած է սեպտեմբերի 9-ին դիմակավորված անձանց կողմից իր տուն ներխուժելու եւ հետախուզվող անձի որոնելու պատճառով։ Սփյուռքահայ մի խումբ մտնավորականներ միավորվել են եւ հանդես եկել Արդարություն Հայաստանում նախաձեռնությամբ։ Ապրիլին նրանք Հայաստան են գալու խորհրդարանական ընտրություններում որպես դիտորդ հանդես գալու համար։ Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանն ասում է, իրենց նպատակը Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններին նպաստելն է։ Սփյուռքը այսօր դարբեր ցևով գործե որ Հայաստանի հետ իր գաբերը հարաճացնել եւ երբ որ այսօր գսեմ գրնալ վերջին մի քանի ամիսներուն նույնիսկ միայն սկսավ դարբեր մոդեցումը անդրադառնալ քոնե շատերը Սփյուռքի մեջ որ մեր բարդականությունը մասնագետ սարնալ քաղաքային եւ քաղաքական նաեւ ինչու՞ չէ իբր ազգի անդամներ Հայաստանի մեջ գործունեություններու նկատմամբ Ընտրություններին դիտորդի կարգավիճակով կհետևի նաև աշխարհահռչակ System of a Down խմբի հիմնադիր եւ մենակատար Սերժ Թանկյանը։ Ասում են նախաձեռնությանը միայն 4400 քաղաքացի է միացել, քանի որ սփյուռքահայերը կտրված են հայաստանյան իրականությունից։ Սփյուռքահայությունը բավական ծավով անչափված է Հայաստանի իրադարձություններից քաղաքականը լա, սոցիալականը լա, տնտեսականը լա շատ այս փորձը մեզի շատ կարևոր դասմներ անդրադառնալու որ սփյուռքահայությունը եւ Հայաստանը մեր քիծածից ավելի բաժնված է։ Արդարություն Հայաստանում նախաձեռնությունը մտադիր է մինչև ապրիլ վերապատրաստել սփյուռքահայ դիտորդներին, որոնք կժամանեն Հայաստան հետևելու ընտրությունների ընթացքին։ Ողբերգական վթար Ռուսաստանում դեկտեմբերի 4-ին Տյումեն Խանտի-Մանսիսկ ավտոճանապարհին իրար են բախվել ակրոբատիկայի մանկական թիմի երեխաներին տեղափոխող ավտոբուսը, 2 մարդատար մեքենաներ եւ 1 բեռնատար։ Պատահարի մեղավոր է համարվում ավտոբուսի վարորդը, որը չի կարողացել կառավարել մեքենան։ Վթարի հետևանքով 12 զոհ կա, որոնցից 11-ը երեխաներ, 24 մարդ վիրավորվել է։ Վիրավորներից մի քանիսի վիճակը ծանր է, նրանք վերակենդանացման բաժանմունքում են։ Ավտոբուսում 32 մարդ է եղել, նրանցից 29 երեխաներ։ Կրակոցներ դպրոցի բակում Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան դպրոցի բակում կրակոցներ են հնչել, ոստիկանության մամուլի ծառայությունում հաստատել են լուրը։ Դեպքի վայրում 1 պարկուճ եւ 1 գնդակ է հայտնաբերվել դպրոցի պատուհաններից մեկի վրա կրակոցների հետքեր, տուժողներ չկան։ Իրավապահները որոնում են Mercedes եւ BMW X5 մակնիշի ավտոմեքենաներ։ Ստեփանցմինդա Լարս ավտոճանապարհը մարդատար ավտոմեքենաների համար բացվել է, ավտոբուսների եւ բեռնատար մեքենաների համար երթևեկությունը նախատեսվում է վերականգնել դեկտեմբերի 6-ին։ Ճանապարհը փակվել էր ձնահոսքի վտանգի պատճառով։ Լարսի անցակետում արգելափակված մարդիկ ապահովվել են առաջին անհրաժեշտության պարագաներով եւ սննդով։ Անցակետում 558 տրանսպորտային միջոց էր կուտակվել, այդ թվում 120 մարդատար ավտոմեքենա, 13 միկրոավտոբուս, 5 ավտոբուս, 420 բեռնատար։ Վրացական կողմը շարունակում է մաքրել ճանապարհը։ Պետությունը լուրջ կազմակերպություն է։ Չպետք է որ հրաժարվի։ Լավն էր, պարոն Նազարյան։ Ես գալուց Գրիգորիչի չեմ, բայց երբեմն ինձ էլ է դժվար հասկանալ, ստեսուն ձեզ։ Դեկտեմբերի 5-ին դոլարի փոխարժեքը փոքրինչ աճել է, արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոինը 511, ռուբլունը 7 դրամ 54 լումա, ֆունտինը 611 դրամ։ Դեկտեմբերի 6-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում եւ Արցախում տեղումներ են սպասվում։ Լեռնային եւ նախալեռնային շրջաններում ձյուն։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-ից 5 աստիճանով։ Երևանում գիշերը տեղումներ կլինեն, բարձրադիր վայրերում թաց ձյուն, ցածրադիր գոտիներում ձնախառն անձրև։ Դեկտեմբերի 6-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։